Բարև ձեզ, ես Արամեն եմ, Թվանք ռազմախանութի անձնակազմից։ Այսօր ձեզ ներկայացնելու եմ Beretta 1301 ինքնալից կարգավորվող հարթափող հրազենը։ Հրազենը իտալական է, արդեն ոնց որ ֆիրմայից հասկացաք։ Ֆիրմայի մասին շատ չեմ պատմելու, որովհետև ինքը շատ հայտնի է, իր մասին լիք ինֆորմացիա արդեն պատմվել է Թվանքի հաղորդաշարի մեջ։ Ընդհանուր կպատմեմ հենց զենքի մասին։ Ուրեմն զենքը ստեղծվել է 2013 թվականին ու իմ կարծիքով հենց սկզբի 13-ը հենց դրա պատճառով է դրվել։ Ինքը մինչև 2026 թվական Իրանից absolute արտադրվել է 18 տարբեր տեսակի մոդելներ, հենց 13 absolute ոչ թե մոդելներ, այլ մոդեռնիզացիաներ։ Civion-ը տարբեր եղել, Priklad-ն է եղել ուրիշ, չգիտեմ, տարբեր տյունինգներ են ավելացվել, որոնք արդեն հենց մոդելները սարքել են։ Ուրեմն, ընդհանրապես 1301 մոդելային շարքը ստեղծվել է առաջինը ինքնապաշտպանական նպատակների համար, ինչպես նաև սիլավի ստրուկտուրաներում օգտագործվելու համար, ինչպես CQB-ների համար, այնպես էլ պահպանության համար։ Նշեմ, որ զենքը տակտիկական է հենց տակտիկական մոդելն է, տակտիկական լոժայով։ Այն զենքը շատ թեթև է, ինքը ամբողջությամբ պոլիմերային է, Priklad-ն է պոլիմերային, Civion-ը պոլիմերային, Civion ունի գրավիրովկա արած տեղեր, որպեսզի ավելի հարմար լինի բռնվել, ու որ ձեռը չսաղա, նաև պիստոլետն ռուկայաթ կան, այսպես ասած, էլի գրավիրովկա արած է, որպեսզի ավելի հեշտ կարողանանք բռնել եւ ձեռքից չսղա։ Զենքը ունի դիոպտիկ նշանոցային համակարգ, որը ի տարբերություն շատ ու շատ 12 կալիբրերի հարթափող զենքերի կարողանում անի վիվերկա, այսինքն զենքը լինում է վիվերկա անել։ Զենքը իր մեջ տեղավորում է 1 փամփուշտ փամփշտանոցում, 5 փամփուշտ տեղավորվում է Civio-ի մեջ, եւ մի փամփուշտ էլ կարելի է այստեղ տեղավորել, այսինքն ֆակտически 6+1 կամ 5+1 է ինքը տեղավորում։ Այսօր կրակելու ենք 12 կալիբրի հենց իտալական զենքը իտալական Clever ֆիրմայի փամփուշտներով եւ Samacrut փամփուշտներով։ Արդեն կրակելուց կասեմ ինչ փամփուշտներ են կոնկրետ կրակում։ Զենքի երկարությունը 18.7 դյույմ է, Kholodnikovka ասածն է հենց։ Իր մասին կարելի է նաեւ ավելացնել, որ Picatinny պլանկա հենց զավոդից գալիս է, որպեսզի կարողանանք տեղադրել նշանոցային համակարգեր։ Ուրեմն զենքը շատ հարմար է օգտագործել, որովհետև իր ցանկացած ոնց որ օրգան ուպրավլենյան, կնեք ռուսերենից համար, ինձ ավելի հարմար է ռուսերենով ասել, ու ընդհանրապես ռուսերենով ավելի տարածված է, անգլերենը հենց դեռ այդքան լավ չի, թե չէ անգլերենով էլ կասեի։ Oversize է կարելի ասել, համ զատվորի հետ քաշելու ոնց որ բռնակն է շատ մեծ, որը շատ ավելի հարմար է, պրեդն է շատ մեծ, էլի որպեսզի կարողանանք դնենք պրեդի կամ հանենք, ու արդեն զատվորի զադյաշկայից հանելու կնոպկաները էլի շատ հարմար ու շատ մեծ, որը ընդհանուր տակտիկական կրակային վարժությունների ժամանակ կամ ընդհանրապես զենքից օգտվելու ժամանակ շատ հարմար է։ Որտեղ ոնց որ ձեռը ման չի գալիս, թե որտեղ պետքա սխմի, որ ոնց որ զզեից դուրս գա։ Ուրեմն ինքը աշխատում է իներցիոն պիստոնի համակարգով, այսինքն ասեմ, որ շատ մարդիկ խառնում են ու պիստոնը հենց ասում են IIC, որը հայերեն, եթե չեմ սխալվում, հրապատիչ, հայերեն եթե չեմ սխալվում, հրապատիչ է, շատ մարդիկ հենց հրապատիչին են ասում պիստոն, բայց պիստոնը իրականում ոնց որ զենքի մեջ է հենց գտնվում։ Ուրեմն ոնց է աշխատում այս զենքը, քանի որ ինքը կիսաավտոմատ է, երբ որ արդեն կրակոցը կատարվել է եւ գազերը արդեն փողի մեջ են, երբ որ իրեն գնում են առաջ, փողում կան հատուկ ճիշտ ձևով, ճիշտ մեծությամբ, ճիշտ տրամագծով արած անցքեր, որոնք գազը իրակալեցել գազամխոցի մեջ մտնելուց հետո միանգամից իր պիստոնին են տալի այդ էներգիան, այսինքն գազերի հաշվին ինքը հետ է գնում ու միանգամից, քանի որ ինքը իներցիոն աշխատող համակարգով է, միանգամից գալիս է bolt carrier-ին է կպնում, այսինքն այդ ընթացքում ոչ միտեղ էներգիա չի կորցվում ու դրա համար ինքը կարողանում է
ցանկացած տիպի, ցանկացած քաշի, ցանկացած լիսկի փամփուշտներ կրակել ու ոնց խնդիր չի ունենում։ Կարելի ասել ոնց որ խելացի է, այլ գազպիստի նման չի, որ ցանկացած փամփուշտի համար կարողանաս բան անես, ուժեղացնես կամ թուլացնես գազերի քանակը։ Ինքն իրան այդ ամեն ինչը հասկանում է։ Նշեցի, որ հենց իր պիստոնը իներցիոն է ու դրա հաշվին ինքը շատ լավ կրակում է դաժե կեղտոտված ժամանակ, այսինքն այս զենքը կարելի է շատ երկար ժամանակ չմաքրել, իր վրա դա շատ ազդեցություն չի թողնի, բացի դրանից հենց իր պիստոնի վրա կան հատուկ խողովակներ, այսինքն հատուկ ձև սարքած դետալ է, որ կարողանում է այդ ավելցուկ դարձած գազերի մնացորդները զատվորնի գրուպից դուրս թռնի։ Ու դրա հաշվին նաև ինքը շատ հուսալի է։ Այս զենքը 3 կիլոգրամ է, ինքը շատ թեթև է, այս ամեն ինչի այդ զատվորի թեթև աշխատանքի, ընդհանուր թեթևության հաշվին եւ ստվոլի հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ իր հադաչան շատ թույլ է, նույն որակի ու նույն երկարության ստվոլի զենքերի համեմատ ու նաև այստեղ կա ռեզինովի նակլատկա, որ էլի ոնց որ հադաչան ավելի հարմարացնում է մեզ։ Զենքի մասին այսքանը կարամ ասեմ, հիմա արդեն քանի որ զենքը տակտիկական է, կգնանք տակտիկական տեղամաս ու տակտիկական կկրակենք։ Հիմա գտնվում ենք փոքր տակտիկական կրակային դաշտում, այս կրակային դաշտում շատ լիք հավես բաներ ենք անում, 180 աստիճան կրակային սեկտոր ունենք, այսինքն համ սենց, բացի ոնց որ այն կողմը կրակելուց, ինչ ուզենք կարող ենք անենք, ճիշտ է անվտանգության կանոնները պահպանելով։ Հիմա ես կլիսկավորեմ այս զենքը մաքսիմալ ու ձեզ կփորձեմ ցույց տամ ինքը ինչքան արագ է կրակում։ Մի հատ շատ լավ մարդ կա, իր անունը Գարանտամը, ասել է այս զենքը այնքան արագ է կրակում, ինչքան որ մատդ արագ շարժվում է։ Այսինքն այս զենքով, եթե դու պարապես ու լավ պարապես զենքի սամ թջոգես, կարաս պոլո ավտոմատ, ասենց ասած Սայգայի կամ AR-ի նման արագ կրակես, ուղղակի փամփուշտները տա շուտ վերջանալու։ Հիմա կանենք ուղղակի առաջանանք։ Զենքը էլի ապահովությամբ դեպի վերև ենք պահում։ Կստացի լիսկավորել եմ Italian Clever ֆիրմայի 7-րդ համարի փամփուշտները, ճիշտ բան, գնդակները, ոչ թե փամփուշտները, էական չի ինչ եմ լիսկավորել, ուղղակի ուզում եմ ձեզ ցույց տամ ինքը ինչքան արագ է կրակում։ Միշտ կրակելուց հագեք ձեռնոցներ, որովհետև սոտիկի զենքը, ինչքան դեռ ինքը իտալական է ու լավն է, ինձ լավ է սարքած, բայց սոտիկի զենքը էլի ձեռնոցներով կրակեք։ Ինքն անդրեն կարաս ափ ասես, բարձրանամ ու կրակեմ։ Ափ։ Բավականին արագ է։ Այս զենքի հադաչան իրականում շատ հարմար է, որ ուրիշ զենքով կրակեի, ոնց որ շատ ավելի բարձրացնելու էր, քան էսի։ Այս զենքով մի երկու պաշկա կրակելուց հետո, այսինքն մի 10 անգամ սենց անելուց հետո արդեն կկարողանաս լրիվ իր հադաչան ոնց որ կառավարես։ Հիմա որ կրակեցի, տեսեք բարձրացավ վերև, որտեվ այդ զենքին այդքան էլ ծանոթ չեմ։ Որ շատ կրակեմ, էդ էլ ինքն իրան կհելնի։ Զենքի տերը հաստատ սրանից ավելի լավ է կրակում, ինձ տենց է թվում։ Այսի սենց հիմա մի քիչ տակտիկական վարժություններ կանենք, որտեղ զենքը սոտիկի տակտիկական է, հասկանանք հենց իր նախատեսված սֆերայում իրեն ոնց է պահում։ Հիմա ցույց կտամ տակտիկական 12 կալիբրով ինչ հավեսին բաներ կարելի անել, այնպես գնացինք։ Տակտիկական զենքերից այսպես բաներ կարաք սպասեք, լիքը ադրենալին է տալի,
Կարևորը սենց անելուց չվառեք վիզը։ Հետո դες դուր է գալի այն ինչ որ մենք անում ենք։ Դες դուր է գալի ազատազեն, դες դուր է գալի թվանքը։ Կարեք հետևեք մեզ մեր սոցհարթակներում, Instagram, Facebook, կարեք դառնաք աջակից անդամ, աջակցեք այս ամեն ինչին կամ Patreon-ին գրանցվեք։ Զինվեք։